Օդուրը փակի, ողջույն սիրելիներս։ Բարի գալուս նոր վլոգ, ուրախ եմ ձեզ ողջունել, հուսով եմ, որ դուք լավ եք, Էվիտան ևս ողջունում եմ ձեզ, այստեղ կիսա դիմահրդարված դեմք ունեմ, քանի որ պատրաստվում եմ Էվիտայի ուտրենիկին, մայիսին նվիրված, ասեցի վլոգը սկսեմ ու գնանք առաջ, որից հետո այսօր պլանավորել ենք տեղ գնալ, գյուղիս հրավիրել էր համերգի, ժամը 1-ին համերգը ու այդպես մի անգամից որոշեցի պատրաստվել, այստեղ տունային եմ քսել, աչքերս, հիմա մնում եմ այսօր ման քսեմ, բայց առանց ձեզ, որպեսզի ուղիղ լինի, որից հետո կմիանամ բնականաբար։ Էրցի, նայես ես վերջացրեցի, այստեղ չգիտեմ ինչ ա եղել, կադրել, չգիտեմ ոնց ա ցույց տալի, գազի մեջն է, հիմա հավաքեմ, մազերս հավաքեմ, հաց ուտեմ, ատամներս լվամ, նոր վերջում կփոխվեմ ու շրթներքս կքսեմ։ Մենք դուրս եկանք, ժամին չնայեցինք, բայց 10-ին է սկսվում միջոցառումը, բայց թե ոչինչ, մինչև Էվիտային փոխեմ, մինչև հագնվի։ Էվա, պայուսակդ ոնց ես բռնել, դու տեսել ես։ Քեզ շորից բանից բռնել։ Այդ կախիչից է բռնել։ Այդպես մռայի եղանակ, ինչպես տեսնում եք, այսպես սուպրիոմ խոնավ իր ուզած ձևով եկել եմ այս նոր դեպ ցույց տվեցի բլուզը, այստեղ Գեորգիսկի պատրաստած լենտոչկան է ու գնում ենք։ Այ վետա, ինչ ես մաղթում մեր հետևորդներին հելասը, что желаешь нашу подписчики? Че, что ты желаешь, Иранц? Инче цанкану. Хорошего дня, хорошее настроение. Хорошее настроение. Пинатик. Найс, хат-хат. Сильно охранник надо вроде. Почему собаками заходят, если собаками в школу нельзя? Почему ваш собака? Да, выбрана, потуганы, нели? Для меня стихотворение насыпал. Опять? Да, сам хищайся. Сложно, огонь у подножья гвоздика. Никто не забыт и ничто не забыто. Вот видите, закрылись. О, բանկանես, հա, այստեղ փակել են չեն թույլատրում, երեխաները ծաղիկ տնեն։ Сказали, что можно идти не с группой, а можно с родителями только. Возлагать цветы можно с родителями. А с воспитателями всей группы нельзя. Դեպ փակել եմ այս ջինսս, իվարկյաներ, միակ ջինսն է, որ այս պահին վրաս լինում է, դրամեր պատակին դրել, որպեսի մի հարենք։ Հելը վրա հետև մազը ցույց տամ, հետև, ընձի մի նայ։ Գնում ենք։ Սիրուն է, Էվիտան լպտտվի։ Маленькая школьница. Твои тапочки. Дай поменяю. Մենք պատրաստ ենք։ Էվիտան ուրախ է։ Красавица моя. Если ты сегодня дома, почему ты не можешь мне задать? Словно огонь у подножья гвоздика. Никто не забыт и ничто не забыто. Ես ճանապարհին եմ ու գնում եմ տուն։ Միջոցառումը վերջացավ, 3 գրուպա, խումբ 3 գրուպա միասին էին դիսկուպացիանում, չգիտեմ ինչ էին ասել գրուպաները միացրել, բայց ընդհանուր առմամբ շատ լավ անցավ։ Ուղղակի չհասցրեցի ափսոս նկարել, բայց վասպիտացիայից խնդրեցի, որ նկարեն երեխաներին, եթե իհարկե իրենց հարմար կլինի։ Այստեղ ծաղիկներ են տանում հուշահամալիրին ու բավականին ոցեր սառը քանի է։
Արդեն բակ եմ հասնում, բարձրանամ մարդ գոտս վերցնեմ, որտեղ նստում է զարյատկան ու գնամ դեպի մետրո։ Գնում ու դեռ չեմ հասել։ Դա ասեց ես աղունիկներին ցույց տամ։ Ոյ, բարև։ Որ թռում են ինքան սիրուն է։ Ոպս։ Սա էլի ես։ Որ մի 3-4 քայլ մնաց ու հասնում եմ։ Ինքան խառը եղանակը մեկ քամի անում, մեկ արև անում, մեկ անվամած է ինչպես տեսնում եք։ Բայց ընդհանուր տաք է, որ ասեմ եմ պես։ Ես իմ ինչ սառնա չէ, բայց հələ կանաչ նայեք, ոնց միանգամից կանաչեց ամեն վլոգում ես դա եմ ասում։ Խոնավ տեղա, խոնավ երկիրը, ինչքան էլ սիրուն է, բայց տուրիստական սեզոնը բացվել է այնպես, որ այն գովազդի աղջիկը ոնց անում, մեծ եք վայելելու Պետերբուրգի, այս տարի որոշել եմ, պլանավորել եմ առաջ աստված գնալ Պետերբուրգ, շատ սիրուն է ֆոնտանները, ովքեր են եղել մի հատ գրեք, ինչ շատ հետաքրքիր է։ Ինչպես եւ միշտ հասել եմ 1 ժամ շուտ, հիմա խանութներով պտտվեմ, միջև ընկերուհիս կգա մետրոյի մազանգեցի։ Ավելի լավ է շուտ, քան ուշ։ Տեսեք ինչեր կան։ Վասանները վերցրեցի։ Ու գնամ։ Այս դուրը որ կա բանը երկաթից փակված այդ դուրն է։ Գնամ ստեմ Остановкան սպասեմ։ Формирование военных подразделений и сыграл значительную роль в обороне нашего города. В июне 41-го, когда стало очевидно, что враг угрожает нашему городу, в Кировском районе начали создавать добровольческие подразделения. Основу дивизий составляли рабочие, служащие крупных промышленных предприятий района. Формирование дивизий в основном было закончено 10 июля 1941 года, а уже 11 июля дивизия начала выброску в Потецкой и заняла оборону на Лужском оборонительном рубеже. На тот момент в дивизии насчитывалось 10 400 человек. В конце лета 1941 года, когда появилась реальная угроза захвата Ленинграда, обком партии распорядился подготовить к взрыву ведущие предприятия города. В память о событиях войны в Кировском районе был создан мемориальный комплекс «Кировский полк», который входит в зеленый пояс славы Ленинграда. Он обозначает рубеж, на котором советские войны, моряки и ополченцы остановили фашистское наступление в сентябре 1941 года. Երեկվա ստացած նոր վզնոց ասեց ցույց տամ, տեսեք ինչքան նուրբ ու գեղեցիկ է։ Շատ սիրուն է դեկոլտեով հագուստի հետ լավ, ինքը կհամատարվի, ինձ որ շատ է դուր եկել։ Այստեղ ծաղիկներս եմ մաքրում, խնամում, տեսեք ինչքան սիրուն է բացվել։ Մամ, դու ես շկոչ։ Չգիտեմ, լիլ, այստեղ ևս ունի, սա ևս բացվել է, ծաղիկ տվել, ու այս ծաղիկս էլ է ծաղիկ տվել, դա արդեն տեսեք, սրանք ևս բացվել են, հիմա սրանք էլ եմ մաքրում, չորացածները հանում եմ, տեսեք կողքին նորը կա, այս էլ է չորացել, Ուժը վсё կողքինները, սա էր կարծեմ, չեն մյուսն է, հիմա չից կտամ, մի վարկյան, հիմա սրանք էլ կհանենք, թեթևացնենք, այս թեղինները, այ, այս մեկն է բացել, տեսեք, այս կարմիր գույնն է, այս էլ կապուստան է, հիմա սա էլ կջրենք, Դեյթն է պիլիսուսանը։ Там черешня. Ты нужен?
Մենք այստեղ աղցան ենք պատրաստում։ Լիլմատերից զգուշ։ Լիլիթը։ Ինչ ես անում Լիլ, կրաբովի։ Палочки. Բրինձ առավոտն էի խաշել։ Самовода. Երեք բրինձ էի պատրաստել, գործտեղը մոռացել եմ բերեմ, քյաբաբ սարքեցի։ Հա, բերեցի ինչպես տեսակ քյաբաբ։ Երեխեքը ռիսով կերանք։ Դա երիչկան։ Երևի մի հատ էլ անես ու всё, Լի։ Да. Почему без меня? Դու էլ կխառնես։ Мама ела. Ты перемешаешь. Мама ела. Եթե մատը չես կտրելու։ Я умею. Она не умеет, она просто... Только когда... Լավ, այդ կեսը значит դու ես անում, կեսը էվից ան։ Ահա եւ վերջ, մեր աղցանը պատրաստ է։ Մի վարքյան լույսը վառեմ։ Ավելացրել եմ կանաչի, մայոնեզ, եգիպտացորեն, վարունգ, էլ ինչ կա այնտեղ եւ կրաբովի պալիչկի, շատ համեղ է։ Այսպես հիմա միս եմ դուրս բերել խոզի, որպեսզի կարտոֆիլով ժալկո պատրաստեմ։ Էդ էլ ընթացքը, երբ որ միսը հետ գա, կսարքեմ եւ կմիանամ։ Ողջույն սիրելիներս, մեր վլոգը շարունակվում է։ Այսօր երկուշաբթի է եւ երեխաները տանն են։ Այստեղ երորյա հանգստյան օրեր են, այսինքն 9-ին, 10-ին, 11-ին պրազնիկների հետ կապված երեխաները տանն են Հայաստանում։ Գիտեմ, որ երկուշաբթի օրվա ինձ դասի են, բայց մեզ մոտ վաղվանից երեքշաբթի օրվա ինձ են դասի։ Ասեցի միանամ, ահագին գործեր եմ արել, հիմա կպատմեմ ինչեր եմ արել։ Ու դուրսը 16-17 աշճան է տվել, բայց անպամած եղանակ է։ Սկսենք երևի թե ճաշերից, այստեղ հասցրել եմ պատրաստել հավի պտիկով սուպջիկ, ցավար եմ իրան ավելացրել, այստեղ ուզում եմ բացել, բայց խոսքով տապակած կարտոֆիլ, այստեղ է խոզի մսով ժարկո թավայի մեջ, դրանից հետո այս պլիտկաները բոլորը ազելիտով մաքրել եմ, գազօջախը մաքրել եմ, հատվածները մաքրել եմ, նաև այս վենտիլյատորները որ կան։ Այստեղ եւս դա եւս իրենց անցքերով մաքրել եմ, սառնարանի հետևը մաքրել եմ։ Ու հիմա այստեղ ուզում եմ ինչ-որ բան թխել։ Տեսնենք ինչ ունեմ մածուն, ունեմ վաղուծված թթվասեր։ Չգիտեմ, տեսնեմ ինչ եմ անում։ Գրակ ցածրացրի, որովհետև որ էփի պանկեկ ենք պատրաստում։ Արդեն հանել եմ, ինչի՞ չեք փորձում։ Они горячие? Չէ։ Ես էլ մի հատ ուզում եմ աբետ անեմ։ Тут дырка. Այս համով է։ Հələ մեջ տեսնեմ, մեջ դուր։ Ներս է։ Անտիրա։ Դիտել է իրան նկարում։ Սա էլ մեր բիսկվիթը։ Տեսեք աղջիկեք չեմ ինչքան անտիրա ստացվել։ Նեղվում էի, որ մի քանի անգամ պատրաստում եմ ու չի ստացվում, բայց այս անգամ արտարացրեցի ինձ։ Սարի, բաժանեմ կեսուրիս, տանեմ մի քիչ գործ տեղ, մի քիչ ստեղ ու վերջ։ Դե ինձ սիրելիներս, բիսկվիթը թխված է, լվացքը հիմա կանջատվի ու պետք է գնամ աշխատանքի, պլանավորել էի մնալ, բայց մի քանի գործեր կա, պետք է գնամ վերջացնեմ։ Կարճուկին գրկելու։ Ասեմ մի քիչ պարկեմ, որ հետո նոր գնամ։ Տեսեք ինչ մեծ է։ Ծաղիկներս տեսեք ինչքան գեղեցիկ են, չի մոտեցնում։ Տեսեք։ Բացվել են ծաղիկները, եկել է գարուն, ես ինչ են ականջներին։ Չէ, ես թվոց բան են երեխեքը կպցրել։ Այդպես սիրելիներս ամփոփեմ վլոգը, շնորհակալ եմ մինչև վերջ դիտելու համար։
ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք, կիսվեք ձեր ծանոթ ընկերների հետ, գրեք մեկնաբանություններ ու պիտի խնդրեմ մի փոքր ակտիվություն ցուցաբերեք, քանի որ դիտելությունը ցածր է, չեմ հասկանում ինչ է դա կապված, ես ինչքան կարողանում եմ, փորձում եմ ակտիվությունը պահպանել, հետաքրքրություններ ձեզ համար նկարահանել, իսկ դուք ցանկալի եւ միանշանակ հաճելի է, որպեսզի ակտիվ լինեք, ձեր ակտիվությունից կապված իմ շարունակական լինելը, իմ ալիքի շարունակական լինելը։ Այդպես իսկ նրանք, ովքեր մշտական իմ հետևորդներն են, միշտ գրում են, միշտ ակտիվ են, ձեզ շատ շնորհակալ եմ։ Պատճիկներ եմ ուղարկում բոլորին, մնացեք խաղաղ, մնացեք առողջ, եղեք երջանիկ, կհանդիպենք շատ շուտով։